Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է։ Ազգային ժողովի նախագահը կրկնում է Բելարուսի դժգոհությունը հարուցած արտահայտությունը։ Ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով։ Ռուբեն Վարդանյանի կոչից հետո այսօր էլ Բաքվի բանտից մարդու իրավունքների պաշտպան Մանասյանին է դիմել Դավիթ Իշխանյանը։ Հանում եք ձեր հարցը, հետաքրքիր է։ Էդգար Հակոբյան, հանում եք։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանը տեղի չունեցավ։ Վաղը բայց շարունակելու եք, այո։ Վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո եւ Լրատվամիջոցներում բարձրացած աղմուկից հետո միայն գլխավոր դատախազն ասել է, որ անչափահասներին սեռական բռնության ենթարկելու գործով կլինեն խափանման միջոցներ։ Մայիսի 6-ին համայնքային ոստիկանության Ավանի բաժնից Մամուլի հրապարակումներից հետո է ձերբակալվել նաև ավտովթարի պատճառ դարձած երիտասարդը, որ մի քանի օր է պարծենում էր սոցցանցերում։ Դուք էլի կոնտենտի պակաս չեք ունենալու, մենք էլի նույն ձև բոմբի դնենք։ Իրանն ու Միացյալ Նահանգները հայտնում են, որ մոտ են պատերազմի ավարտին։ Մինսկը պաշտոնական խողովակով դժգոհել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից, թե Հայաստանը Բելարուս չի դառնալու։ Ըստ ամենայնի կրակին յուղ է լցրել նաև Երևանում անցկացված Եվրոպական գագաթնաժողովը, որն էլ իր հերթին ավելի է սրել Հայաստանի եւ Բելարուսի առանց այն էլ լարված հարաբերությունները։ Բելարուսի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանյան հավաքին հանդիպումներ էր անցկացնում Եվրոպայի ղեկավարների հետ, վարչապետ Փաշինյանն էլ կարճ զրույցեր ունեցել վտարանդի գործչի հետ։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ափսոսում Բելարուսին քննադատող իր հայտարարության համար, որից հետո Մինսկը արտգործնախարարություն կանչեց Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, ու մեջբերեմ հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված բողոքի նոտա փոխանցեց։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում։ Իշխանության վզավթելու, իշխանություն վերցնելու փորձ է։ Մեր ժողովրդավար լինելը հիմա իրանք փորձում են օգտագործեն մեր դեմ։ Ասում են, հա, ձեր մոտ ինտերնետը բաց է, մենք այդ ինտերնետում մեր ռուբլիով այնքան գովաստ կառնենք, որ սաղ մերը կլինի։ Չի լինելու, չենք թույլ տալու Հայաստանի Հանրապետությունը սարքել գուբերնիա։ Մենք չենք ղեկավարվելու Բելարուսիայի պես։ Խորհրդարանի խոսնակը հանրայինի եթերում Մինսկի վրդովմունքը հարուցած հայտարարությունն անցած շաբաթ էր արել։ Բելարուսից նախ արտգործնախարարության խոսնակը արձագանքեց։ Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները որակելով էլի մեջբերում մաքուր նախընտրական պոպուլիզմ ու սեփական ընտրողներին ներքին ծանրագույն խնդիրներից շեղելու փորձ։ Իսկ Բելարուսը ասած ինքնիշխան երկիր է, որը հպարտանում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով։ Когда зашкаливает бедность по верхнему порогу, уже превысившая 40%. Երբ աղքատությունը հատել է 40%-ի սահմանը, աճում է գործազրկությունը, ամենահեշտն արտաքին թշնամի նշանակելն ու վիրավորական պիտակավորումներով վարժանքներ անելն է։ Ուշ թե շուտ Հայաստանի ղեկավարությունն ականջ կդնի առողջ բանականությանն ու կվերադառնա Բելարուսի հետ կառուցողական երկխոսությանը։ Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանի բնակչության մոտ 22%-ն է աղքատ։ Ուրիշ մաթեմատիկա է գործում եւ միշտ ներքին ճգնաժամ մի համերգից մյուս համերգ են գնում, մի մարդուն դիմավորելուց մյուս մարդու դիմավորել են գնում, մի պետության հետ մյուս պետության հետ փաստաթուղթ ստորագրել են գրում։ Ազգային ժողովի նախագահն ընդհանրապես սխալ է համարում, որ Հայաստանը իր շահերն առաջ տանելու համար միշտ պտտվի ու նայի, թե Ռուսաստանը հանկարծ չնեղ սրտի։ Թեման բացվեց Երևանում Մոսկվայի հասցեին եվրոպական լիդերների հնչեցրած քննադատության հարցից, թե արդյոք դա ավելի չի բարդացնի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները։ Նախկինում մենք եղել ենք ծնկած։ Մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրությունները անցել են կեղծիքներով եւ հələ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարած արդյունքները Ռուսաստանը շնորհավորել է, նշանակել է ստեղ նամեսնիկ։ Մեր ուժայինների
մեծ մասը ղեկավարները ճշտվել են այդ երկրի հետ։ Նիկոլ Փաշինյանը 2021-ին էր առաջարկել այժմ հետախուզման մեջ գտնվող Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակել ու հետագայում էլ չէր հերքել, որ այդ նշանակման հարցում ամենևին երկրորդական չի եղել Կարապետյանի մտերիմ հարաբերությունները ռուսաստանյան որոշ շրջանակների հետ։ Այն իրավիճակում, երբ որ մենք նոր պատերազմը ավարտել ենք եւ երկրի պետականությունը կախված է ինչ որ րոպեների եւ ժամերի հետ կապված, ինչ որ իրավիճակում որոշում կայացնելը եւ ամբողջ պետությունը կառավարել, ենթարկել եւ մնա ղեկավարել այդ երկրի տրամաբանության մեջ եւ այդ երկրի հետ համաձայնեցնող, դա տարբեր բաներ են, շատ բաներ ա եղել, չգիտեմ, այլ իրավիճակում այլ ինչ որ բանի համար են կարել, բայց դուք ուզում եք ասեք, որ 2018 թվականից սկսած, ել չեմ ասում 2020 թվականից սկսած, մենք այդ բալանսը չենք փոխել։ 2 տարի առաջ դեսպանների փոխադարձ հետկանչից հետո սա հայ-բելարուսական հերթական լարվածությունն է։ Երկու երկրների դեսպանները չվերադարձան եւ Երևանում եւ Մինսկում գործերի ժամանակավոր հավատարմատարներն են աշխատում։ Հայաստանում Բելարուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը այսօր ասաց Մինսկի բողոքի նոտայից հետո Հայաստանի արտգործնախարարություն իրեն չեն կանչել, պաշտոնապես չեն արձագանքել։ Пока мы не видели реакцию официальную. Իսկ թե Բելարուսի դեսպանը երբ կվերադառնա Հայաստան, նրա խոսքով հարցը պետք է ուղղել հայկական կողմին։ 2024-ին դեսպաններին հետ կանչելու որոշմանը նախորդել էր Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Բելարուս չի գնա, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Քանի որ նա ըստ Փաշինյանի տեղյակ է եղել 44-օրյա պատերազմի նախապատրաստությունից եւ ցանկացել է, որ Ադրբեջանը հաղթի դաշնակից Հայաստանին։ Տարբեր միջոցառումների Փաշինյանն ու Լուկաշենկոն դրանից հետո հանդիպել են, անգամ միմյանց ձեռք սեղմել, բայց սառույցը չի հալվում։ Նրանք կարող էին հանդիպել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին, բայց վարչապետ Փաշինյանը այսօր ասել է, որ այդ օրը Սյունիքում քարոզարշավի է մասնակցելու։ Կգանք, կզրուցենք, կքննարկենք։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է ժամեր առաջ հայտնել, որ Փաշինյանին հրավեր ուղարկվել է։ Насколько мне известно, руководители всех наших братских стран были приглашены. Անցած տարի մայիսի 9-ին Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա էր հայրենական պատերազմում հաղթանակի 80-րդ ամյակի զորահանդեսին։ 23-ին էլ է մասնակցել։ Բաց էր թողել 24 թվականը։ Այն ժամանակ ասել էր, պարտադիր չէ, որ ամեն տարի ներկա լինի այդ միջոցառմանը։ Հրապարակվել է Ադրբեջանում ՑՄ ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ձայնային հաղորդագրությունը։ Իշխանյանը, ինչպես ավելի վաղ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ևս դիմում է մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով, որ Անահիտ Մանասյանն իր ադրբեջանցի գործընկերոջ միջոցով հայ գերիների դատավճիռները փոխանցի ընտանիքներին։ Մանասյանն ավելի վաղ ասել էր, թե մանդատ չունի զբաղվելու այլ երկրում պահվող անձանց հարցերով։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով իրեն, որպեսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներից գուցե նաեւ իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակը մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Ընտանիքները մտադիր են նաեւ միջազգային դատական հայցեր ներկայացնել, արդյունավետ բողոքարկում միջազգային արան կարող է տեղի ունենալ եւ նաեւ հասանելի է որոշման դատավճիռների բովանդակությունը։ Այս պահին տրամադրել են ընդհանրապես քաղվածք, որը ունի կարճ նկարագրություն մեղադրանքի եւ պատիժների վերաբերյալ, որևէ կերպ չի նշмарվում, թե ինչ փաստական տվյալներ են այդ դատավարությունների ընթացքում հաստատվել, ինչպիսի ապացույցներով եւ որոնք են մեղքը հիմնավորող ապացույցներ, այդ ապացուցողական զանգվածը առհասարակ անհասկանալի է եւ խնդրանքն է միջոցներ ձեռնարկել այդ տարական երաշխիքը ապահովելու եւ դատավճիռներին հասանելիություն տրամադրելու ուղղությամբ։ Ավարտվեց Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումը, այդ թվում Թուրքիայից եւ Ադրբեջանից ժամանած փորձագետների ներկայությամբ նախարար Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի հեռանկարին։ Փաստաթուղթը միայն նախաստորագրվել է, ստորագրելու համար Բաքուն պայման է դրել փոխել սահմանադրությունը։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված եւ վավերացված չէ, սակայն խաղաղությունն արդեն իսկ գործում է։ Մենք խաղաղություն ունենք գետնի վրա, արդեն 1 տարուց ավելի է, ինչ Ադրբեջանի հետ սահմանին կրակոցների հետևանքով որևէ զոհ չենք ունեցել։ Ավելին, Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից բեռների փոխադրման արգելքը։ Սա արդեն իսկ հաստատված խաղաղության շատ լուրջ եւ նշանակալի ազդակ է։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ սկսել ենք երկկողմ առևտուր։ Ես չեմ ցանկանում որևէ բան չափազանցնել եւ ասել, թե բոլոր խնդիրները լուծված են։ Մենք արյունալի հակամարտություն ենք ունեցել։ Վերքերը դեռ շատ թարմ են եւ երկու հասարակությունները դեռևս իրական հաշտեցման կարիք ունեն։ Դեռևս կան որոշ չլուծված խնդիրներ, հատկապես մարդասիրական բնույթի, պահվող անձինք եւ այլն։ Սակայն ընթացքը բավականին լավատեսական է։ Թուրքիայի հետ իրավիճակն էլ ավելի լավ է։ Մենք հրաշալի երկխոսություն ունենք համագործակցության մի քանի օրինակներ։ Օրինակ 3 մեր ներկայացուցիչը ստորագրեց հուշագիր Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ, որը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանին։ Մենք ունենք թռիչքներ։ Մոտ 1 շաբաթ առաջ տեղի ունեցավ աշխատանքային խմբի 3-րդ հանդիպումը, որը փորձում է վերագործարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկաթուղային կապը Գյումրի-Կարս երկաթգծի միջոցով։ Այսպիսով մենք իսկապես ունենք համագործակցության փոքր կամ մի քանի դրվագներ, սակայն ընդհանուր առմամբ սահմանը դեռ փակ է։ Պայմանավորվածությունների մի մասն իրականացման փուլում է, մի մասն էլ դեռ ճանապարհին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահը չեկավ Հայաստան, եթե իսկապես խաղաղություն է հաստատվել։ Ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, եթե հրավեր լինի, այցելեմ Ադրբեջան եւ ակնկալում եմ, որ իմ գործընկերը հրավիրում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երևան։ Կառավարության հետ հարց ու պատասխանը չի կայացել, թե իշխանության, թե ընդդիմադիր պատգամավորները հարցեր չեն ուղղել վարչապետին ու նախարարին։ Սա 8-րդ գումարման ազգային ժողովի նախավերջին հարց ու պատասխաններ։ Հերթագրում Հանում եք ձեր հարցը, հետաքրքիր է։ Էդգար Հակոբյան, հանում եք։ Ռիփսիմե Գրիգորյան։ Ես ուղղակի առիթից կօգտվեմ ու կփոխանցեմ 3 մեր Գյումրիում մեր քաղաքացիների հետ մեր տասնյակ շփումներից։ Ուզում եմ փոխանցել իրենց շնորհակալությունը ու շնորհավորել բոլորիս, մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր կառավարությանը, պարոն վարչապետ, ձեր գլխավորությամբ ու մեզ բոլորիս Հայաստանում իսկապես մեծամասշտաբ աննախադեպ այս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպման արդիվ։ Շնորհակալ եմ։ Հարց կար։ Ես շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն։ Շնորհակալություն, կարծում եմ արձագանք չի լինի եւ հարցերը ավարտվեցին, նիստը նույնպես հարգելի գործընկերներ։ Վաղը բայց շարունակելու ենք, այո, խնդրում եմ ժամը 10-ին Լրատվական կենտրոնն է եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում։ Այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո եւ լրատվամիջոցներում բարձրացած աղմուկից հետո միայն գլխավոր դատախազն ասել է, որ անչափահասներին սեռական բռնության ենթարկելու գործով կլինեն խափանման միջոցներ։ Մայիսի 6-ին համայնքային ոստիկանության Ավանի բաժնից մամուլի հրապարակումներից հետո է ձերբակալվել նաև ավտովթարի պատճառ դարձած երիտասարդը, որ մի քանի օր է պարծենում էր սոցցանցերում։ Դուք էլի կոնտենտի պակաս չեք ունենալու, մենք էլի նույն ձև բոմբ վիդեոներ ենք։ Իրանն ու Միացյալ Նահանգները հայտնում են, որ մոտ են պատերազմի ավարտին։ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքներով Երևանը դաշինքի հետ կխորացնի արդյոք տնտեսական կապերը։ Հայաստանի տնտեսությունը զգալի կախում ունի Ռուսաստանից։ Մոսկվան անընդհատ զգուշացնում է, որ դեպի Եվրամիություն ճանապարհը կավարտվի հայկական կողմի համար հետևանքներով։ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելը Հայաստանի առջև տնտեսական կապերն ամրապնդելու նոր պարտավորություններ չի ստանձնում։ Ընդունված 44 կետանոց համատեղ հռչակագրում հիմնականում հենց հռչակագրային բնույթի ձևակերպումներ են
եւ ըստ էության Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը վիզաների ազատականացման գործընթացում գնացած զգալի առաջընթացի արձանագրումն է Բրյուսելի կողմից։ Վիզաների ազատականացումն առաջնահերթություն է, որը խորապես հուզում է Հայաստանի ժողովրդին։ Եվ սա անհիմն չէ, մարդկանց միմյանց մոտեցնելն առանցքային հարց է, եւ մենք ուրախ ենք ներկայացնել առաջընթացի մասին առաջին զեկույցը ու շնորհավորել ձեզ։ Այն շատ դրական է ու վկայում է լավ աշխատանքի ու առաջընթացի մասին։ Ես լիովին համոզված եմ, որ կհասնենք գործընթացի ավարտին։ Իսկ թե Հայաստանի ու Եվրամիության տնտեսական կապերը խորացնելու վերաբերյալ ինչ կա ու ինչ չկա փաստաթղթում, փորձենք միասին հասկանալ։ Ֆինանսական աջակցության վերաբերյալ Եվրամիությունը որևէ նոր փաթեթի մասին չի հայտարարում։ Հիշեցնում եմ դեռ 2024-ին հաստատված 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային աջակցության ծրագիրը։ Այս քառամյա ծրագիրն ավարտվում է 2027-ին։ Ընդունված համատեղ հռչակագրով Բրյուսելը միայն հայտնում է, կարող են դիտարկել նաև այս ժամկետի ավարտից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիները։ Կողմերը նաև հղում են անում գլոբալ դարպաս ծրագրին, որի շրջանակում Հայաստանը կարող է մինչև 2.5 միլիարդ եվրոյի աջակցություն ստանալ։ Սա էլ նորություն չէ։ Հնարավոր նոր ֆինանսական հոսքեր այդուհանդերձ կարող են ենթադրել Եվրամիության առաջնորդների կոչերը Հայաստանում ներդրումներ անելու վերաբերյալ։ Մենք վստահորեն քաջալերում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ կատարել այստեղ։ Հայաստանն այն տեղն է, որտեղ տաղանդն ու հնարավորությունները կարող են միավորվել։ Առևտրային կապերի մասին էլ դրույթ կա, սակայն դարձյալ հռչակագրային բնույթի։ Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը համատեղ աշխատելու Հայաստանի արտահանումների կառուցվածքի դիվերսիֆիկացիան ավելի արագ ու հեշտ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում նաև Եվրամիության երկրներ։ Այս ուղղությամբ հստակ ծրագրերի մասին սակայն խոսք չկա։ Պարզ չեն մեխանիզմները, չեն հստակեցնում, թե հատկապես որ հայկական ապրանքները կարող են հետաքրքիր լինել եվրոպացիների համար, ինչ ծավալների կարող է հասնել դեպի Եվրամիությունն արտահանումն ու երբ։ Եվրամիությունը շարունակում է լինել Հայաստանի առաջնային առևտրային գործընկերը եւ ներդրողը, աջակցելով կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսական դիվերսիֆիկացմանը։ Այս գործընկերության ամրապնդման հարցում կենտրոնական դերակատարում ունի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Կողմերը ողջունում են Հայաստանի եւ Եվրամիության ֆինանսական ու տնտեսական ինտեգրման առաջընթացը։ Բրյուսելը նաև ի գիտություն է ընդունում համապատասխանության գնահատման եվրոպական ընթացակարգերին մոտենալու Հայաստանի ձգտումը։ Դիվերսիֆիկացիա տերմինը հայկական քաղաքական խոսույթի անքակտերի մասն է դարձել։ Իշխանություններն արդեն տարիներ շարունակ խոսում են Ռուսաստանից տնտեսական կախվածության թուլացման անհրաժեշտության մասին։ Շաբաթներ առաջ պատմել էինք, որ Ռուսաստանի հետ առևտուրն ավելի արագ տեմպերով է նվազում, քան աճում է Եվրամիության հետ շրջանառությունը։ Այժմ նույնը փորձ ենք անել, կենտրոնանալով Եվրամիության վրա։ 2025 թվականին Հայաստանը Եվրամիության երկրների հետ ընդհանուր շուրջ 2.5 միլիարդ դոլարի առևտուր է արել, ինչը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 11.7%-ն է կազմել։ Ռուսաստանի հետ առևտրի ծավալները շուրջ 7.7 միլիարդ դոլար են կազմել, ընդհանուրի 35.8%-ը։ Հայաստանը ռուսական շուկայից մեծ կախվածություն ունի, սակայն անցած տարվանից ակտիվանում է նաև Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառությունը։ 2024 թվականին այս համեմատությունը էլ ավելի մեծ տարբերությամբ է Ռուսաստանի օգտին՝ 41.1% մի կողմից, 7.7% մյուսից։ Եվրամիության հետ առևտուրը փոքր տեմպերով այդուհանդերձ աճում է։ Եվրոպական ամենախոշոր առևտրային գործընկերներն են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան ու Բելգիան։ Սրանք փոխադարձ առևտրի տվյալներն են, իսկ ինչ ծավալի է հասել հայկական ապրանքների արտահանումը։ Անցած տարի շուրջ 670 միլիոն դոլարի հայկական ապրանք է Եվրամիության երկրների շուկաներում հայտնվել, 9%-ով ավելի շատ, քան 2024-ին։ 100 միլիոն դոլարից շատ ապրանք Հայաստանը արտահանել է Նիդերլանդներ, Գերմանիա ու Բելգիա։ Արդեն այս հունվարին ու փետրվարին Եվրամիության հետ առևտուրն ավելի է ընդլայնվել։ Երկու ամսում Հայաստանը Եվրամիության երկրների հետ ավելի քան 480 միլիոն դոլարի առևտուր է արել, շուրջ 62%-ով ավելի շատ, քան 2025-ի նույն ժամանակահատվածում։ Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի ծավալները շուրջ 823 միլիոն դոլար են կազմել, այստեղ 17.4%-անոց նվազում կա։ Զգալիորեն ընդլայնվել է եւ շուրջ 60 միլիոն դոլարի հասել Բուլղարիայի հետ շրջանառությունը, շուրջ 90 միլիոն դոլարով առաջատարը Գերմանիան է։ Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին ամիսների ընթացքում ընդհանուրի 15.7%-ն է կազմել։
Ռուսաստանի մասնաբաժինը մոտ 27% է։ Միայն հայկական ապրանքների արտահանման վիճակագրությամբ Եվրամիության երկրներից բացարձակ առաջատարը Բուլղարիան է։ Հունվարին ու փետրվարին շուրջ 46 միլիոն դոլարի հայկական արտադրանք է բուլղարական շուկայում հայտնվել։ Հայկական արտադրանքով հետաքրքրված եվրոպական երկրների շարքում երկրորդը Բելգիան է, ապա Գերմանիան ու Նիդերլանդները։ Թե ինչ ապրանքներ են թվերից այս կողմ, պարզ կդառնա, երբ հրապարակվի պաշտոնական վիճակագրությունը։ Այս ցուցանիշների շարքում մի դեպ զարմացնում է Ֆրանսիայի տողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում քննարկել են, որ 2 ամիսների ընթացքում նույնիսկ 700,000 դոլարի հայկական ապրանք Ֆրանսիա չի արտահանվել։ Սա Մակրոնի պետական այցի ավարտին պարզ չդարձավ։ Vive l'Arménie, vive la France, vive Գյումրի։ Կեցե Հայաստանը, կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Ֆրանսիայի Հանրապետությունը եւ կեցե Էմանուել Մակրոնը։ Մսյո Մակրոն։ Գլխավոր դատախազն այսօր ասել է, որ Վեդիում անչափահաս 2 քույրերին սեռական բռնության ենթարկելու մասին հրապարակումների հետքերով կլինեն խափանման միջոցներ, այնինչ առաջին ահազանգը հնչել է դեռ փետրվարին, դպրոցը տեսանյութեր ու ձայնագրություններ ունի, դիմել են ոստիկաններին, բայց միայն մամուլի բարձրացրած աղմուկից հետո նոր գուցե լինեն կալանավորումներ։ Սեռական բռնության մասին առաջին ահազանգից 3 ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո 2 տղամարդիկ 3 գիշերը առերեսվել են Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։ Մինչ այս պահը սակայն նրանք մեղադրյալի կարգավիճակ չունեն, վկա են։ Այսօր երեխաների փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ աղջիկը առերեսման ժամանակ հաստատել է, իրեն ենթարկել են սեռական բռնության։ Ընդ որում ըստ փաստաբանի ոչ թե 2, այլ 3 տղամարդիկ են ներգրավված եղել երեխաների սեռական շահագործմանը։ Երեխաներից 17 տարեկան աղջիկը 3 հարցաքննվել է, առերես պնդել է այն ամենը, ինչը որ տեղի էր ունեցել իր հետ։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանի խոսքով այդ տղամարդիկ թեև հերքում են իրենց ներկայացվող սեռական բռնության կասկածները, բայց չեն հերքում, որ երեխաներին տարել բերել են դպրոց, գերեզմանատուն եւ այլն։ Նրանցից մեկը ներկայացել է որպես ընտանիքի բարեկամ, հորընկեր, սնունդ տարել ընտանիքին։ Անապահով այս ընտանիքում 5 երեխա է մեծանում, մեծ մասը հատուկ կարիքներով։ Չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ։ Եվ եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինը եւ ընդհանրապես պատկան մարմինները տեղում լինեին, դատախազությունը նաեւ, ապա չէր լինի հաջորդ դեպքերը, որը շարունակաբար կրկնվել է 17 տարեկան անչափահասի նկատմամբ։ Երեկվա առերեսումներից հետո լրագրողները փորձել էին հարց տալ տղամարդկանցից մեկին, եւ երբ ոստիկանների ուղեկցությամբ այդ տղամարդը նստել էր ավտոմեքենան, երեխաների հորաքույրը փորձել էր ավտոմեքենայի դուռը բացել, ոստիկանները կանխել էին հնարավոր հարձակումը։ Դրանից առաջ էլ փաստացի ոստիկանության ու քննչականի անգործության պայմաններում երեխաների հորեղբայրն էր փորձել վրեժ լուծել։ Մասնավորապես հորեղբայրը տեսնելով, որ պաշտպանությունը պետական մարմիններից չի գտնում, ինքն է որոշել դատաստան տեսնել։ Ինչու միայն հանրային մեծ աղմուկից հետո քննչականը առերեսում կազմակերպեց սեռական բռնության մասին ահազանգած անչափահաս քույրերից մեկի ու այդ 2 տղամարդկանց միջև, հարցնում է փաստաբանը։ Չեն կատարվել խոզարկություններ, չեն կատարվել դեպքի վայրի զննություններ, չեն արգրավել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչպիսի ձայնագրություններ կան, ինչպիսի հաղորդագրություններ կան, չէ՞ որ հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք է եղել տրված։ Քննչականից հաստատում են, որ այս պահի դրությամբ մեղադրյալ չկա, նաև հայտնեցին, որ տղամարդկանցից մեկն է փորձել վերջ տալ կյանքին, թույն է խմել, բայց չի մահացել։ Վարդուհի Էլբակյանն ասաց, մյուս քույրը չի խոսում, վատ հոգեվիճակում է։ Քննչականից հաստատում են, որ այս պահի դրությամբ մեղադրյալ չկա, գլխավոր դատախազն այսօր խորհրդանի ամբիոնից հայտարարեց, դեպքի մասին տեղեկացել է հանրայնացումից հետո, ասաց, այս դեպքերով խիստ խափանման միջոցների են գնում։ Վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո եւ ոչ միայն այս վարույթը, եւ կարճ ժամանակ հետո նաեւ խափանման միջոցի վերաբերյալ կարծում եմ ձեր հարցադրումը եւ մտահոգությունը դուրս կգա, որովհետեւ այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից։
Աննա Վարդապետյանի խոսքով նման դեպքերում մեղադրյալները հաճախ գործում են բանտերից։ Այս խնդրի աշխարհագրությունը մեծ է, ասում էր դատախազը։ Քննիչները փաստացի հաստատում են, որ փետրվարից վարույթ է նախաձեռնել հոր բողոքի հիման վրա, բայց ինչպես պնդում են, հիմք են ընդունել հատուկ կարիքներով տուժող աղջիկների իրարամերժ ցուցմունքներն ու ազատ արձակել տղամարդկանց։ Երեկվա հաղորդագրությունում բացահայտել են, որ անչափահասներն ունեն մտավոր խնդիրներ։ Հորդորել հանուն նրանց լավագույն շահի չճշտված տեղեկություններ չհրապարակել։ Միևնույն ժամանակ անտեսելով նույն լավագույն շահը հրապարակել են մանրամասներ երեխաների նախաքննական ցուցմունքներից ինտիմ մանրամասներով։ Պնդել էին նաև, որ աղջիկները հրաժարվել են փորձաքննություններից։ Փաստաբան Էլբակյանն այսօր ասաց, փորձաքննություններ արդեն կան եւ դրանցով հաստատվում են կասկածները։ Փաստաբանի պնդմամբ աղջիկների հորը ամիսներ առաջ չեն թույլատրել մասնակցել հարցաքննությանը եւ առերեսման ժամանակ նա վախեցել է պատմել իր հետ տեղի ունեցածը։ Ամեն անգամ նման դաժան պատմություններից հետո Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը բարձրացնում է մի քանի առանցքային խնդիրներ, որոնք հենց պետության լուծելիք հարցերն են։ Չկա սեռական դաստիարակություն։ Մենք երեխա ենք ունեցել հղի, ով որ բացարձակ չի հասկացել, թե իր մարմնում հիմա ինչ է կատարվում։ Թվում է, որ մենք խոսում ենք հենց սեռական հարաբերությունների մասին։ Գործողությունը գիտի, ուրեմն սեռական դաստիարակություն ունի։ Չէ, այդ չի սեռական դաստիարակությունը։ Ոնց որ սեփական մարմինի նկատմամբ հարգանքն է, սահմանները իմանալն է, որը մեծագույն բացն է։ Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ որոշ ծնողներ չունեն այդ գիտելիքները, նկատում է մասնագետը։ Ոչ մեկ այսօր չի խոսում երեխայի հետ, որ ինչ որ մեկը քեզ թեկուզ բառացի, հա, քո մարմնի մասին ակնարկ կանի, այստեղ արդեն խնդիր կա, արդեն գնա ինչ որ մեկին պատմի դրա մասին։ Աղաբեկյանի խոսքով չկա մի ոլորտ, որտեղ սեռական բռնության հիմնախնդիրը լուծում ունենա։ Նույնը քննչական մարմինների դեպքում է։ Ըստ մասնագետի աղջնակին դատաբժշկական փորձաքննության է ենթարկում տղամարդ մասնագետը, հարցեր է տալիս տղամարդ քննիչը։ Տարիներ շարունակ խոսում ենք ապացույցների հավաքագրման բացերի մասին, ասում է Աղաբեկյանը։ Քննիչներին վերապատրաստելու նրա առաջարկները մնացել են անպատասխան։ Վեդիի դեպքի մասին ոստիկանություն էին դիմել աղջնակների մեկի դպրոցի ուսուցիչները։ Ինչու Վեդու համայնքապետարանը չի գործել, չեն հետևել այս ընտանիքին, հարցնում է փաստաբանը։ ՔՊԱ-ական Գարիկ Սարգսյանի ղեկավարած կառույցից արձագանք դեռ չկա։ Այս դեպքում էլ միայն մամուլի աղմուկից հետո այսօր ձերբակալվեց 19-ամյա երիտասարդը, որ պարծենալու համար վթար էր առաջացրել, ապա մի քանի օր էլ շարունակում էր հպարտանալ իր սխրանքով տեսախցիկների առջև, այնինչ վթարի հետևանքով մի քանի հոգի հիվանդանոցում է հայտնվել։ Նայեք, Նիսան ուզում է հետներս քշի։ Ինչ անենք, նվաստացնենք, ինչ անենք, մտքրենք։ Այ ճանք։ Տասնիննամյա այս երիտասարդը իր բնորոշմամբ փորձել էր նվաստացնել դիմացի մեքենայի վարորդին մեծ արագությամբ առաջ անցնելով նրանից, բայց բախվել է երթուղային ավտոբուսին, 3 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Երևանում խոշոր ավտովթարի ենթադրյալ պատճառ դարձած այս վարորդի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել։ Դեպքից հետո նա գնացել է տուն ու նոր տեսանյութ հրապարակել, որտեղ քմծիծաղով հետևում է իր մասնակցությամբ վթարի մասին պատմող Գագիկ Շամշյանի ռեպորտաժին։ Մինչև մի որոշ ժամանակ չնստեն ու խելքները գլուխները չառնեն, մշտապես հանրության համար վտանգ են ներկայացնելու։ Թեև ոստիկանությունը քննչական կոմիտե հենց նույն օրը ապրիլի 23-ին ու նաև 3 էր հաղորդում ներկայացրել, կոմիտեում էլ կրկին նույն օրը քրեական վարույթ էր հարուցվել, այդուհանդերձ երիտասարդը ձերբակալվեց դեպքից միայն 14 օր անց, այսօր, այն բանից հետո, երբ իր իսկ նկարահանած տեսանյութը մաս-մաս սկսեց տարածվել համացանցում եւ մեծ աղմուկ բարձրացնել։ Այսօր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել միանգամից 3 հոդվածներով՝ ճանապարհային երթևեկության, կանոնների խախտման, խուլիգանության եւ առանց իրավունքի տրանսպորտային միջոց վարելու համար։ Այդ հոդվածներով առավելագույն պատիժը մինչև 5 տարվա ազատազրկումն է։ Վթարից հետո նկարահանված տեսանյութում երիտասարդը մեկումեջ նաեւ ընդունում է իր սխալը, բայց հետո հպարտանում, միայն ինքը կարող էր նեղ հատվածները ճեղքելով անցնել։ Դրա համար ամենավատ բանը արագությունն է։ Արագություն չպետք է չարաշահես։ Քո կյանքն ես վտանգում, ուրիշին ես վտանգում։ Այդ խավարը բացում եմ, որ շաշկիներին նկարում։ Արա անկեղծ եմ ասում, մատերիդ վրա կարաս հաշվես, այս շոֆերն էս, որը կարար ինպես նեղ-նեղ սենց արա շատ արա զգում է ես իմ ավտոն։ Պերյամ այս նեղ տեղերն էս այդ բոկը մտնում, որ ոչ թողում է քիթը կպնի ինյան, ոչ հետևը ինյան։ Արա դեպի լավ գլուխ գովալու ժամանակը չի, պրոստը
Ուզում եմ իմանալ, որ ինչքան է լավ շոֆեր ուզում եք եղեք, մեկը պետք չի տես բան անել, որովհետև ամեն ինչ չի ձեր ձեռը։ Մի օր հաստատ մի օր մի բան լինելու է։ Շուրջ 28000 հետևորդ ունեցող YouTube-յան ալիքում 19-ամյա վարորդը նկարահանում է տարբեր մեքենաներ, պատմում դրանց հզորության մասին եւ պարբերաբար դրանք վարում նաեւ մեծ արագությամբ։ Վերջին 1 օրվա ընթացքում նրա էջի հետևորդների թիվն ավելացել է շուրջ 1500-ով, իսկ հրապարակված 25 տեսանյութերից 18-ը այսօր արդեն հեռացված էր։ Այս 14 օրերի ընթացքում քննչական կոմիտեն երիտասարդի նկատմամբ խափանման որևէ միջոց չէր ընտրել։ Գործը գտնվում էր նախաքննության փուլում, նշանակվել էր փորձաքննություն։ Համացանցի օգտատերերին սակայն հիմնականում հետաքրքրում էր ինչու է նա ազատության մեջ։ Այս վթարից հետո սոցիալական ցանցերում եւ Երևանի փողոցներում հարցում արեցինք, պարզելու թե ինչ վիճակում է մայրաքաղաքում երթևեկությունը։ Facebook-յան օգտատերերը գրեթե միաձայն նշել էին հիմնական խնդիրները՝ առանց ամրագոտու մեքենա վարելը, իրար չզիջելը, առանց ամրագոտու կամ հատուկ նստատեղի երեխաների տեղափոխումը, հեռախոսը ձեռքին մեքենա վարելը, արագության գերազանցումը եւ այլն։ Երևանի բանուկ հատվածներում մեզ հանդիպած քաղաքացիների պատասխանները շատ չէին տարբերվում, բայց նրանք նաեւ պատճառներ էին նշում։ Ինչպես են վարում վարորդները։ Շատ վատ։ Ինչու։ Ես չգիտեմ դա ինչով է պայմանավորված, ճիշտն ասած, բայց հիմնականում անգրագետ են, երթևեկության կանոններին չեն տիրապետում, որովհետև տարածված խախտումներ, որ անընդհատ տեսնում եք։ իրար դիմաց կտրելը, չզիջելը, որ պարտավոր են զիջել, բայց չեն զիջում։ Մեկը մեկին չեն զիջում։ Գիտեք, մեր ճանապարհները նեղ են, քանդած են, այ որ այդ քանդած ճանապարհները վերանորոգեն, հաստատ մեկը մյուսին չի խանգարի, էլի։ Ամենատարածված խախտումները, որ ամեն օր տեսնում եք։ Զիջենք, իրար ամենակարևորը զիջող լինենք։ Միանգամից ոնց որ այս փոսից փախցնում ես այն փոսնա, այն փոսից փախցնում ես այն փոսնա։ Ցանկալի է որ վերահսկեն, էլի, այսինքն այդ փոսերը սենց լինի, էլի, այսպես մաքուր լինի։ Մանավանդ է որ անձրև է գալիս, տակը չի երևում ինչա։ Պետք է մի քիչ մոստեր սարքվի կամ թունելներ, որ թեթևանա, էլի գոնե։ Վերջին 5 տարիների վիճակագրական տվյալների համաձայն 2025 թվականը Հայաստանում եղել է ամենաանհանգիստ ժամանակահատվածը ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով։ Արձանագրվել է ռեկորդային 4784 դեպք։ Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ բոլոր տարիների, այդ թվում 2023-ի բարձր ցուցանիշը։ Պատահարների աճին զուգահեռ 2025-ին կտրուկ ավելացել է նաև վիրավորների թիվը, հասնելով 7073-ի։ Սա շուրջ 15%-ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր վերջին ասուլիսում անդրադառնալով այս խնդրին նշել էր, թե Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն արդեն հասնում է 1 միլիոնի։ Ըստ նրա, սրան զուգահեռ նաև պատահարների թիվն է աճել։ Ու թեև 2025-ին արձանագրվել է վերջին 5 տարիների վթարների ամենաբարձր ցուցանիշը, նախարարի խոսքով նվազել են մահվան ելքերով դեպքերը, հասնելով հնգամյակի նվազագույն շեմին։ Չնայած այս շապ տրանսպորտային պարտքի արկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Եվ եթե վերլուծենք 24 եւ 25 թվականների կտրվածքով բարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Այս առումով բնականաբար դեռ մեծ աշխատանք ունենք տանելու։ Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով պարեկներն ավելի խիստ վերահսկողության տակ են պահում երթևեկությունը։ Վարորդներին հարցրինք, նկատում են այս խստացումները։ Ելևորի ես անցա տես չեմ տեսնում, էլի, այդ որ տես հսկողությունը տես ավելի ուժեղ է, էլի։ Արդեն 20 թվականից այսքան բավականին խիստ է։ Ամեն մի փոքր բանի համար կարող են արձանագրել եւ այլն։ Առավոտ խցանում, ցերեկը խցանում, երեկոյա խցանում։ Ոստիկանությունն ասում է, որ վերահսկողությունը շատ է խստացրել ու խախտումները նվազել են։ Համաձայն եք։ Չէ, խախտումները նվազեն, այդ խցանումներին մեկը նեշիկ մի բանով օգնում է, էլի։ Դե հիմա այդ վերահսկողությունը, որ ուժեղացրել են, ես էդի չեմ տենում։ Ու ասենք ամենտեղ վերահսկողություն չեն էլ կարա սահմանեն իրանք։ Մարդու տեսակից է կախված, էլի, անողը անելու է։ Բայց այդ խիստ վերահսկողությունը չեք տեսնում։ Դե ուրա, հենց հիմա դուք տեսնում եք, նույն հարցը ես եմ ձեզ տալիս։ Ես չեմ տեսնում։
Իսկ կարգազանց վարորդի ճակատագիրն առաջիկա ժամերին պարզ կդառնա։ Դատարանը պետք է որոշի նրա խափանման միջոցը։ Քննիչը միջնորդել է, որ կալանավորեն։ Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն անցած տարի Հայաստանի ճանապարհներին վթարների հետևանքով մահացել է 283, իսկ վերջին 5 տարիներին 1683 մարդ։ Միջազգային լրահոսից պատերազմն ավարտելու ազդակներ են ստացվում թե Վաշինգտոնից, թե Թեհրանից ամերիկյան մամուլն արդեն ստորագրվելիք պայմանագրի մանրամասներն է հրապարակում, իսկ Իրանի եւ Միացյալ Նահանգների իշխանություններն ամեն մեկն իր հաղթանակի մասին է խոսում։ Միացյալ Նահանգները կվերսկսի Իրանի դեմ պատերազմը, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումն էլ թույլ կտա Հորմուզի նեղուցը բացել բոլորի համար, այդ թվում Իրանի։ Եթե նրանք չհամաձայնեն, կսկսվեն ռմբակոծությունները եւ դրանք ցավոք շատ ավելի մեծ ծավալի ու ինտենսիվության կլինեն, քան նախկինում էին։ New York Post-ի հետ զրույցում էլ Թրամփն ասել է, որ դեռ շատ վաղ է Իրանի հետ ուղիղ բանակցելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նիսնա գործակալությանն ասել է, որ Թեհրանը քննարկում է Վաշինգտոնի վերջին առաջարկը եւ իր տեսակետը կփոխանցի միջնորդ Պակիստանին, թե երբ Էսմայիլ Բաղային չի նշել։ Իրանցի մի պաշտոնյա ում անունը չի նշվում, Թասնիմ գործակալությանն ասել է, որ ամերիկյան առաջարկներում անընդունելի դրույթներ կան։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ խոստացել է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզով, եթե դրանք հետևեն Թեհրանի սահմանած ընթացակարգերին, որոնք ուժի մեջ են մտել օրերս։ Դրանց համաձայն նեղուցը հատել ցանկացող նավերը պետք է դա համակարգեն Իրանի հետ եւ նախապես թույլտվություն ստանան։ Մինչ այդ Axios-ը եւ Reuters-ը իրենց աղբյուրներին հողումով հայտնել էին, որ ԱՄՆ-ն եւ Իրանը մոտ են պատերազմն ավարտելու հուշագրի համաձայնեցմանը։ Դրանով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել ուրանի հարստացումից, դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները եւ թույլ կտա օգտվել արևմտյան բանկերում իրանական սառեցված միջոցներից։ Կողմերը նաեւ պարտավորվում են վերացնել Հորմուզի շրջափակումը։ Ըստ Axios-ի մնացել է մի քանի կետ համաձայնեցնել, որոնց շուրջ Թեհրանի պատասխանը Վաշինգտոնն ակնկալում է ստանալ առաջիկա 48 ժամում։ Իրանցի падգամավոր Էբրահիմ Ռեզային սակայն հայտարարել է, որ Axios-ի հրապարակումը մեջբերում է ամերիկյան ցանկությունների ցուցակ է, ոչ ավելին։ ԱՄՆ-ն ձախողված պատերազմի միջոցով չի ստանա այն, ինչի չկարողացավ հասնել ուղիղ բանակցությունների ժամանակ, ասել է նա։ Ալ Ջազիրան էլ իր աղբյուրներին հողումով հաղորդում է, որ բանակցությունները հիմա կենտրոնացած են Հորմուզը վերաբացելու վրա, իսկ միջուկային ծրագիրը չի քննարկվում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակով դադարեցնում է Հորմուզի վերաբացման գործողությունը, որպեսզի տեսնի, արդյոք Իրանի հետ հնարավոր կլինի համաձայնության գալ։ Իրանական նավահանգիստների շրջափակումը սակայն կշարունակվի, գրել էր նա։ Իրանական պետական լրատվամիջոցները Հորմուզի վերաբացումը դադարեցնելու որոշումը հաղթանակ են ներկայացնում։ Թասնիմը գրում է, որ Թրամփը նահանջել է եւ փորձում է կոծկել Իրանի դեմ գործողության ձախողումը։ Իռնան էլ դա անվանել է ԱՄՆ պարտություն, նշելով, որ Թրամփն օգտագործել է իր վերջին խաղաքարտը։ Իրանի արտգործնախարարն էլ Չինաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կընդունի պատերազմը դադարեցնելու միայն արդար եւ համապարփակ համաձայնագիր։ Մենք կանենք մեր լավագույնը բանակցություններում մեր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Մենք ընդունում ենք միայն արդար եւ համապարփակ համաձայնագիր։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ արձագանքելով Վաշինգտոնից հնչող հայտարարություններին, որ Թեհրանը պետք է ընդունի պարտությունն ու հանձնվի, հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Իրանին ստիպել հանձնվել։ Մինչ Իրանում հաղթանակ են համարում Հորմուզը վերաբացելու գործողության դադարեցումը, ԱՄՆ-ն եւ Պարսից ծոցի մի շարք երկրներ մակում բանաձև են մշակել ապահովելու նեղուցով անվտանգ նավագնացությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձևի քվեարկությունը սպասվում է առաջիկայում։ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել վետո չկիրառել։ Կարծում եմ, սա իսկական փորձություն է ՄԱԿ-ի համար, որպես կազմակերպություն, որը կարող է գլոբալ խնդիրներ լուծել։ Որն է ՄԱԿ-ի նպատակը։ ՄԱԿ-ը պետք է լինի մի վայր, որտեղ հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով գլոբալ հակամարտություններ լուծել։ Իսկ Լիբանանի հարավում այս ընթացքում պատերազմը չի դադարել։ Իսրայելը հայտարարել է, որ Հեզբոլային պատկանող նոր օբյեկտների է հարվածել։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումն իր հերթին հարվածել է իսրայելական բանակին։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Իսրայելը չի հավակնում Լիբանանին պատկանող որևէ տարածքի եւ կողմերը կարող են հասնել խաղաղության, եթե չլինի Հեզբոլան։ Ընդհանուր առմամբ կարծում եմ Լիբանանի եւ Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը միանգամայն հնարավոր է եւ դա պետք է տեղի ունենա։ Խնդիրը ոչ թե Իսրայելն է կամ Լիբանանը, այլ Հեզբոլան։ Լիբանանում պատերազմի հետևանքով առ այսօր սպանվել է ավելի քան 2700, վիրավորվել 8300-ից ավելի մարդ։ Օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում, իսկ եթերում այսքանը կհանդիպենք։